Բարի լույս ձեզ ժողովուրդ, բարի լույս ձեզ։ Քաղաքական շաբաթը մեկնարկեց մարտի 22-ին, երբ Նիկոլ Փաշինյանը մետրոյի վագոններից մեկում հանդիպեց Արցախից բռնի տեղահանված Արմին Էմոսյանին եւ նրա անչափահաս որդուն։ Եղբայր, կարելի է քեզ նվիրեմ մի հատ սրանից, չէ՞։ Հայաստանի քարտեզը պատկերող կրծքանշան նվիրելու առաջարկի մերժումից 1 րոպե 12 վայրկյան անց մետրոյի վագոնում բոլորին բարևող եւ ժպտացող Փաշինյանի հետքն անգամ չէր մնացել։ Ես ձեզ հետ կխոսամ տենց, ես տենց կխոսամ ձեզ հետ տենց, ու այս քարտեզի մասին տենց կամահարանքով չխոսակ, որևէ մեկը, կխոսեմ տենց ձեզ հետ բարձր, ուրեմն մյուս անգամ չփորձեք ասեք, որ փախածներով չփորձեք ասեք, որ ես Ղարաբաղ եմ տվել։ Միջադեպից քիչ անց արդեն մետրոյից դուրս գալուց հետո Փաշինյանը կրկին անդրադարձավ տեղի ունեցածին, կտրականապես հերքելով ստորգետնյա Փաշինյանի խոսքերը։ Ինչ եմ ասել։ Բացառված է, որ ես տենց բան ասած եմ։ Ես տենց բան չէի կարող ասել, եթե տենց անկալվել, սխալ անկալվել, եթե ինչ-որ մի բան նեն չեմ ասել, ներողություն եմ խնդրում։ Երեկոյան կողմ, երբ Փաշինյանի թիմում ըստ ամենայնի սկսեցին գիտակցել մետրոյում տեղի ունեցած միջադեպի անպատեհության աստիճանը, վարչապետը հանդես եկավ կարճ մեղայականով։ Հարգելի տիկին Մոսյան, ես ձեզնից եւ ձեր որդուց ներողություն եմ խնդրում այն էմոցիաների համար եւ հույս ունեմ, որ առիթ կունենանք նորից մետրոյում կամ որևէ տեղ հանդիպելու ու հանգիստ խոսելու։ Իմիջիալոց ես կուզենամ այդ խոսակցությունը տեղի ունենա եւ ես ուզում եմ, ես գիտեմ, որ դուք կմերժեք եւ հետեւից երկու կոպիտ բառել կասեք։ Փաշինյանի կանխատեսումն իրականություն չդարձավ։ Արմին Էմոսյանը վարչապետի ներողությանը որևէ կերպ չարձագանքեց, իսկ քաղաքական եւ քաղաքագիտական շրջանակներում կարծիքներ սկսեցին հնչել, որ Նիկոլ Փաշինյանի մետրոպոլիտենային պորտկումն այնքան էլ ինքնաբուխ չէր։ Փաշինյանը ոչ թե ինքնատիրապետումը կորցրեց այդտեղ, այլ պահը չկորցրեց։ Փաշինյանը ստացավ արցախցիներին թիրախավորելու նոր ալիք նախաձեռնելու հնարավորություն։ Եվ հենց սեփական էլեկտորատին այս ամենի շուրջ մոբիլիզացնելու, մոբիլիզացված եւ մոտիվացված պահելու համար Նիկոլ Փաշինյանը ըստ իս բաց չթողեց պահը։ Հակոբ Բադալյանի հնչեցրած այս վարկածի օգտին էին խոսում նաև հաջորդ օրերի իրադարձությունները, երբ Հայաստանի վարչապետը շարունակում էր թիրախավորել արցախցիներին, չխորշելով նաև ամենամեծ վրդովմունք առաջացրած բառն օգտագործելուց։ Փախածներ։ Հիշում եք մի անգամ ստեղ ամբիոնից ասեցի, ինչ որ գեներալների մասին էին խոսում, որ ասի վախկոտ դավաճանները։ Այո, վախկոտ դավաճանները եւ փախած էլիտաները։ Վարչապետի այս հայտարարությունը հնչեց մարտի 25-ին ազգային ժողովի ամբիոնից։ Այդ օրը Փաշինյանի հնչեցրած ամենաաղմկալի հայտարարությունը, սակայն դա չէր։ Գիտակցված զողողության մենք գնացել ենք 2020 թվին, դրա համար է, որ դրա արդյունքում ձեռք ենք բերել պետություն եւ անկախություն։ Այս շաբաթ 2020 թվականի պատերազմից հետո առաջին անգամ Հայաստանի վարչապետն ըստ էության խոստովանեց, ավելի քան 4000 հայ զինվորականները զոհաբերվել են 1991 թվականից անկախ պետություն հանդիսացող Հայաստանին մեջբերում պետություն եւ անկախություն շնորհելու համար, եւ պատահական չէր, որ Փաշինյանի այս հայտարարությունից 24 ժամ չանցած 2020 թվականի պատերազմի զոհերի հարազատները գլխավոր դատախազության դիմաց էին պահանջելով, որպեսզի վարչապետի հայտարարությունները իրավապահների կողմից որպես ինքնախոստովանական ցուցմունք որակվեն։ Ինքը պարզ տեքստով ասում է, որ այո, ես դիտավորյալ տվել եմ ձեր երեխեքին սպանդի։ 44-օրյա պատերազմի զոհերի հարազատները նաև հիշեցնում էին տարիներ առաջ 2021-ի մարտին կրկին ընտրություններից առաջ Նիկոլ Փաշինյանն իրենց զավակների մահվան տրամագծորեն այլ պատճառներ էր մատնանշում։ Մեր տղերքը զոհվեցին այն բանի համար, որ երբ որ այսօր Ադրբեջանի նախագահ հայտարարի, որ Ղարաբաղի հարցը լուծված է, մենք կարողանանք ասել, որ Ղարաբաղի հարցը լուծված չէ։ Քաղաքական շաբաթվա գլխավոր հերոսն իհարկե Նիկոլ Փաշինյանն էր։ Շաբաթվա երկրորդ կեսին, սակայն նրանից այդ դափնիները խլելու ակամափորձ կատարեց ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։ Բերտերում ես քնելու արա։ Լսում ես 2023-ին Կասկադում իրեն դավաճան անվանած քաղաքացու դեմքին թքած ազգային ժողովի նախագահն այս շաբաթ Դեմիրճյան փողոցում հավաքված ցուցարարներից մեկի հայհոյանքին պատասխանեց հայհոյանքով։
Ալեն Սիմոնյանի անվան հետ կապվող հերթական սկանդալը տեղի ունեցավ 44-օրյա պատերազմի ընթացքում անհետ կորածների հարազատների ակցիայի ժամանակ։ Թեմերչյան փողոցի վրա այսօր մի սադրանքների շարանի միջով եմ անցել։ Ակցիայի մասնակիցների համոզմամբ, սակայն մարտի 26-ին խորհրդարանի ծառայողական մուտքի մոտ տեղի ունեցածը ոչ այնքան սադրանքների, որքան հայհոյանքների շարան էր։ Ով կարային ընկերոջը քֆուրտա ու աչո չտա, ես էլ իրան։ Դուք եք հայոյում։ Չէ, ես մեղմ շոյանքներ եմ անչասում։ Գրեհիկ բառապաշարն ըստ ամենայնի դառնում է 2026 թվականի քարոզարշավի գլխավոր առանձնահատկություններից մեկը։ Հայաստան դաշինքի ղեկավար երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այս շաբաթ որոշեց այս հարցում ԿՊԱ-կաններից հետ չմնալ։ Նայեք, եթե որևէ քաղաքական գործիչ պիտի ասած էշի պես զռա եւ հավեսով զռա, կարծում եմ դիտումները միլիոնների խփելու։ Առաջարկում եմ պարոն Քոչարյանը էշի պես զռա, բայց հավեսով էլի։ Տեսնենք ինչքան դիտում կապահովի։ Ռոբերտ Քոչարյանին ուղված այս վիրավորանքները սակայն չեն խանգարում, որ Փաշինյանի կառավարությունը շարունակի պետական բյուջեի միջոցներն ուղղել երկրորդ նախագահի ընտանեկան բիզնեսներին։ Ազգային անվտանգության ծառայությունը երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ընտանիքին պատկանող Toyota Երևան ավտոսրահից 16 միլիոն դրամով, ավելի քան $42,000 Toyota Camry մեքենա է ձեռք բերել։ Համապատասխան պայմանագիրը կնքվել է այս շաբաթվա սկզբին, մարտի 24-ին, ավելի վաղ անցած սեպտեմբերին Toyota Երևանից Toyota Land Cruiser 300 մակնիշի 2025 թվականի արտադրության մեքենա էր գնվել ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի համար։ Ի տարբերություն Ռոբերտ Քոչարյանի, ընդդիմադիր դաշտում առաջատարության հավակնող Սամվել Կարապետյանի դեպքում իշխանությունները նույնքան հանդուրժող չէին։ Ուրբաթ մարտի 27-ին քննչական կոմիտեն հայտարարեց Սամվել Կարապետյանի դեմ հարուցված քրեական գործերով նախաքննություններն ավարտելու մասին։ Այս հանգամանքը սակայն Կարապետյանի կողմնակիցների, մասնավորաբար ուժեղ Հայաստանի դե ֆակտո առաջնորդ Նարեկ Կարապետյանի ակտիվության վրա որևէ կերպ չէր ազդում։ Thank you very much Mario for giving me such an opportunity. Այս շաբաթ Կարապետյանը հասցրեց նախ զրուցել լիբանանա-ավստրալական ծագում ունեցող փոդքասթեր Մարիո Նաֆալի հետ, ապա ջերմուկում հուշագիր կնքեց հոլանդական եւ հունական ռազմական ընկերությունների մասնակցությամբ, Գորիսում էլ շփվեց եւ գրկախառնվեց տեղացի մանուկների հետ։ Դու խես եմ սիրում, լասը խես եմ սիրում։ Ընդդիմադիր հիմնական ուժերից եւս մեկի Բարգավաճ Հայաստանի առաջնորդ Գագիկ Ծառուկյանն այս շաբաթ Հարմավիրի մարզում էր դատելով այս այցից առաջարկ Հայաստան ծրագրով հանդես եկող ԲՀԿ-ն լրջորեն հավակնում է ընտրողների ընդհանուր թվաքանակի կեսից ավելին կազմող կանանց քվեներին։ Բարև ձեզ։ Մեր հայ կանանք տարբերվում են աշխարհի բոլոր կանացից։ Իրենց բավվածքով, իրենց աշխատասիրությամբ, իրենք որպես մայր, որպես կին, որպես կեսուր, որպես տատիկ, որպես վարորդ էր այս շաբաթ հանդես գալիս նոր ուժ կուսակցության վարչապետի թեկնածուն Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը, ճիշտ է նրա վարած ԿՊԱ-ական ուրախ ավտոբուսը զուտ երևակայական էր։ Պարտայետեք ինչքան Փաշինյանի եւ նրա թիմակիցների մարզային այցելություններին նվիրված Մարությանի հերթական հումորային հոլովակը շաբաթվա ամենադիտված քաղաքական տեսանյութերից էր՝ 820,000 դիտում 24 ժամում եւ ավելի քան 15,000։ Եվ չնայած ընտրություններին մնացել է շուրջ 10 շաբաթ, դրանց գլխավոր ինտրիգներից մեկը ոչ մի կերպ չի հանգուցալուծվում։ Հայտնի չէ, արդյոք առաջադրվելու է Տիգրան Արձաքանցյանը։ Պարոն Արձաքանցյան, դուք հիմա ընդդիմադիր եք, թե իշխանամետ։ Ասեմ ձեզ, որ իշխանամետ լինեի, այսօր հրապարակում այդ շենքի մեջ ես կաշխատեի։